Հարգելի դիտողներ, մինչ տեսանյութին անցնելը խնդրում ենք սեղմեք լայք և բաժանորդագրվեք մեր ալիք։ Նա երկար փորձել է լռել, թաքցնել, դիմանալ Լուսինե Թովմասյանը Անի Օհանյանի գրառման մասին։ Մոդել հաղորդավար Լուսինե Թովմասյանն Ինստագրամի իր էջում սթորի բաժնում անդրադարձել է երգիչ Անդրեի նախկին կնոջ Անի Օհանյանի գրառմանը։ Բռնության թեման երբեք չի կարելի անտեսել։ Երբ կինն ունենալով փոքրիկ երեխա պատրաստ է հրապարակել նման ծանր մեղադրանք, դա միայն մեկ բան կարող է նշանակել. նա երկար փորձել է լռել, թաքցնել և դիմանալ։ Լինելով հայրենիքից հեռու, փոքրիկն անցել է այդ դաժան ճանապարհը, սարսափելի է, և այդ բռնությունը միայն ու միայն դատապարտելի է։ Ուժը լռության մեջ չէ, այլ ճշմարտությունը բարձրաձայնելու, գրել է Լուսինե Թովմասյանը։ Հիշեցնենք, Անդրեի նախկին կինը Անի Օհանյանը ինստագրամյան իր էջում գրառում էր արել, տեղեկացնելով, որ պարբերաբար բռնության է ենթարկվել ամուսնու կողմից, սպառնալիքներ լսել, որ երեխային իրենից կխլի և այլն։ Անդրեն իր երեխային պարբերաբար հանդիպում է, Արա Ղազարյանը մանրամասներ է պատմել Անդրեի անձնական կյանքից։ Հաղորդավար Արա Ղազարյանն անդրադառնալով երգիչ Անդրեի կնոջ հրապարակմանը Արմլուրին տված իր հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ-ում դատավարություն է տեղի ունենում, և Անդրեն դատավորի թույլտվությամբ է եկել Հայաստան, որպեսզի մասնակցի հայ սուփերսթար 6-ին որպես ժյուրի։ Անդրեն իր երեխային պարբերաբար հանդիպում է նույն դատավորի թույլտվությամբ։ Եթե Անդրեն լիներ հատկապես վտանգավոր հանցագործ, ապա Ամերիկայում դատավորը նրան հաստատ թույլ չէր տալ լքել երկիրը։ Չեմ հավատում, դու հզոր մանիպուլյատոր ես, Ելենա Բորիսենկոն անդրադարձել է Անդրեի նախկին կնոջ գրառմանը։ Դերասանուհի Ելենա Բորիսենկոն անդրադարձել է երգիչ Անդրեի նախկին կնոջ Անի Օհանյանի համացանցում մեծ աղմուկ բարձրացրած հրապարակմանը։ Ես միշտ պաշտպանում եմ կանանց և երբեք մեկնաբանություններ չեմ թողնում չափազանց անձնական թեմաներ քննարկող գրառումների տակ, բայց ես քեզ չեմ հավատում։ Իբրև բարձրաձայնում ես ցավոտ թեմա կանանց համար և կոչ ես անում չլռել, բերելով քո օրինակը, բայց դու հզորագույն մանիպուլյատոր ես։ Կյանքի փորձ ունեցող մարդը, կարդալով քո գրառումը, կտարբերի ճշմարտությունն ու սուտը։